Համանման հոմանիշ կիրառեցին։ Բայց իսկ այդ հարցազրույցներին որոնք էին, կամ հրապարակումները, ինչպես նշեցի, զուտ խոսեմ 22 թվականի հունվարի հրապարակային հայտարարությանը կամ դիտարկմանը, որով 9 դատավոր ներկայացրել իր կարծիքը դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որով որ արձանագրել են, որ հիմք ընդունելով այդ Ալեքսանդր Վոլկովի գործը Ներողություն բացարկել ինչ կապում հայտարարությունը։ Ես ասում ինչի համար է թիրախավորում է, դա չի վիճարկում ձեր կողմից։ Ես չեմ քննարկում, որ նա դեռ վիճարկվի կամ չվիճարկվի, պարոն Հարությունյան, դուք ասում եք, բացարկեք հայտնում, հիմքերն եմ ուզում հասկանալ։ Ես հասկանամ, համել խորհրդի անդամները բոլորը։ Վարույթի հիմքում ինչ արկել։ Վարույթի հիմքում ինչ ա եղել, ինչի պատճառով է ծագել այդ վարույթը։ Ինչի պատճառով են հայտնել ԲԴԽ-ի ուշադրության կենտրոն դրա մասին եմ ասում։ Ավելի լավ է տապացություն ներկայացվել ավարտի այս ժամանակ բացարկությունից է ներկայացվել, բայց դրա վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն չեմ ունեցել, նույնիսկ դրա մասին խոսելու։ Որտեղ այս ժամանակ բացարկների ժամանակ սենց էր, բացարկ ես ներկայացնում, բայց ոչ մի ապացույց չես կարող ներկայացնել այդ բացարկերի միանալով։ Այդպեսի արձանագրում էր նախագահի կողմից։ Ներողություն, հիմա այդ հիմքն էլ ընդունենք, մենք ստեղ լսել ենք այն նույն հիմքն, ինչ որ մեր մյուս գործընկերներին եք ներկայացրել այդ Դիլիջանյան, այդ հավաքները, այդ ձեր դիրքորոշումները, ձեր առարկությունները օրենքի նախագծերի վերաբերյալ եւ այլն եւ այլն։ Չէ՞։ Դե այդ ընդունեցինք, ուրիշ։ Ինչ ընդունեցինք։ Թե ասացին ինչ ընդունեցինք։ Ինչ պետք է ընդունենք։ Որ բան եղավ, որ լսված լինելու առումով են։ Անդրեասյանը ասեց, որ մինչև վերջի շունչը պայքարել դատավորներին համակարգից հանելու է։ Այն ինչ որ օրներից գործընկերների մասով ասել եք, այդ եմ ասում, ասում այդ նույնն է, ասում եք, ասում եմ ընդունեցինք։ Ընդունեցինք, որ նույնով նաև ինձ եք ներկայացնում, ընդունել խոսքը դրան է վերաբերում, այլ բան չի վերաբերում։ Ժամանակը խնայելու համար, որտեղ ինչքան ժամանակ է։ Հիմա ես ժամանակ չեմ դրել։ Թողում եմ, ես չթողել, ասա։ Այսքան 30 րոպեից ավել է արդեն մենակ խոսում եք իմ մասին։ Հա, պատկերացրեք որ։ Ժամանակը չեմ։ Հա, անցնում, այդտենց արագ անցնում է, բայց ես ձեզ հիշեցնում եմ, մոտ 30 րոպե արդեն խոսում եք իմ մասին։ Ձեզ առաջարկում եմ, որպեսզի փորձեք ամփոփել։ Այդ նախագիծը օրինակ գիտեք ինչ-որ կարևոր նշանակություն ունի, այդ դրա մասին Անդրեասյանի դիտարկումը։ Դա Անդրեասյանի հնարավորություն էր տալ, ինչպես ինքն ասում, զտել համակարգը, ինչ-որ վեթին իրականացնել, որ այդպես մի քանի բառ, որ ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են ենթարկվում ըստ քաղաքական խոսույթի։ Վերջում էր, որ իրեն հեռացնելուց հետո հայտարարեց էլի նույն ֆակտոր TV-ով Հարգելի Ռոբերտ այդ հարցազրույցում նշեց, որ կարգապահականները եղել են առիթ։ Շատերի դեպքում դա զտման աշխատանք ա եղել, թե վեթինգ ա եղել, որը ինքը չի բռնավորտալու ոնց է հայրել։ Ձախողել։ Արդարանում էր։ Ախր դուք եք դրա մասին եղել։ Ախր պարոն Դանիելյանի մոտ կարող է խնդիր լիներ։ ԲԴԽ մյուս իմ հարգելի անդամ Տիկին Մկոյանի մոտ կար այդ խնդիրը, կարող է լինել, որ 20 տարի առաջ միակ կայացած լինեն այն ժամանակ օրենքին համահունչ, եկել 20 տարի հետո մեկը, 15 տարի հետո մեկը, դա ասի դու խախտել ես, չգիտեմ, այն ժամանակ կոնվենցիալ համապատասխան նյութը, հիմա պետք է պատասխան տաս։ Անկախ բաղերության ժամկետների։ Բայց ու դա արդյոք ընդհանրապես չէր էլի սահմանափակում դատավորների անկախությունը։ Արդյոք դատավորի նկատմամբ կիրառելի չեն այդ օրենքի հետադարձ ուժի կանոնը։ Իրավեն է, բայց անկախության կարևոր երաշխիքն է, որը ամրագրված է օրինակ հենց այդ բազմաչարչար Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործում։ Բայց դա մեր կարծիքը չէր։ Դա այդ ասում հիմնված էր միայն նախադեպային որոշումների վրա։
Հետաքրքիր է նաև այդ նույն հարցադրույցի ժամանակ, ասում են, որ այդ դատավորները ինչ-որ քաղաքական գործունեությամբ են զբաղվում, տարբեր հայտարարություններ են անում, ասում են, ես դիմելու եմ Վենետիկի հանձնաժողով, որտեղ հավաքված է Եվրոպայի իմաստությունը։ Տեսնեք այնտեղ ինչ են ասում։ Եկե Վենետիկի հանձնաժողովից ինչ կարծիք եկավ։ Եկավ, որ սա անթույլատրելի փոփոխություններ է։ Այդ վատ դատավորների կարծիքը կիսեց Վենետիկը։ Ասեց, որ Հայաստանում կանգնեցնելու ես միերի առջև, մարտահրավերների առջև, միեր դատավճիռների առումով։ Իսկ մեր կարծիքը չէ, դրանից հետո ինչ արեց։ Այդ նույնը Դիլիջանը լավ հիշեցրեցիք։ Ինչ փոփոխություն տեղի ունեցավ նաև։ Դուք եք մեզ հիշեցրել, մենք չենք ձեզ հիշեցրել, պարոն Հարությունյան, դուք եք Դիլիջանը։ Այդ Դիլիջանյան փաթեթից խոսացին, որ 20 եւ ավելի դատավորի լիազորություն ուղղակի հենց այնպես դադարեցին, 100 միլիոն վատնեցին, էլ ինչ փոփոխություններ։ ՊԴԽ-ին տվեցին լիազորություն, որ առաջխաղացման ցուցակներից ցանկացած դատավորի առանց որևէ պատճառաբանության հանեն։ Սա տարբեր միջազգային զեկույցներով, Հայաստանի վերաբերյալ, այլ երկրների վերաբերյալ շատ վաղ դիտարկումներ է տեղի ունենում այս մասով։ Որովհետև կասեք այդ օրինակ հենց այդ մի դրվագ էլ այդ օրենքի ընդունումը ինչ կապ ունի ինձ հետ։ Դուք այդ օրենքի կիրառողն եք եղել։ Դուք այդ օրենքի մենք կարող ենք օրենք գոյություն ունենա ու չկիրառենք։ Կիրառման ենթակա օրենք։ Հեռախոսման ապրիչումից հետո մորոքսելի զայնացել Ինչպես կարող է չկիրառել։ Եթե կա գոյություն ունեցող գործող օրենք կա, այդ օրենքը կիրառման ենթակա է, թե կիրառման ենթակա։ Տեսնում ենք օրենքը համաչափ կամայականությունն է շնորհում, կարելի է չկիրառել։ Բայց այդ օրենքի խնդիրը նա է։ Ձևել է դուք օրինակ, որ մի օրենք, որի հետ համաձայն չլինեք ու չկիրառեք։ Այո, դիմել եմ սահմանադրական դատարան։ Օրինակ։ Քանի անգամ։ Առնվազն 2։ Ինչ ասեց սահմանադրական դատարանը։ Ասեց դատական պրակտիկան պետք է դեռ մոտավորապես մերժեց։ Լավ, հիմա իմ հետ կապերով ասեք։ Այստեղ խնդիրը նրանում է, որ այդ օրենքը ոչ թե ընդունել է նախարարությունը ինքնին, ձեր համար պարտադիր է եղել, այլ այդ օրենքի նախաձեռնող եղել Անդրեասյան Կարենը, ձեր կողքը նստած հարգելի անդամի համակարգման։ Ձեր մասնակցությամբ դուք այդ օրենքից հրաշալի ձևով օգտվել եք։ Դատավորների եք անդիմեն հանել այդ ցուցակից, կամ անդիմեն չասեն ձեր լիազորությունների շրջանակում առանց որևէ պատճառաբանության։ Նրանց փոխարեն միգուցե ավելի արժանի դատավորների նշանակել, սա մասին չի խոսքը։ Բայց այդ հայեցողական կամայական լիազորությունն էլի դատական իշխանության անկախությունը սահմանափակող, էլի ընդունվել Անդրեասյանի օրոք։ Ու կիրառել է, դուք էլ նաև կիրառողն եք եղել։ Սա մասին է խոսքը։ Ու հիմա բանալի։ Խնդիրը հետևյալն է։ Մենք բարձրացնում ենք, որ դուք ներկայացրել եք դիրքորոշում իմ գործին այդ վերաբերյալ Անդրեասյանին, որ կամ Մարտիրոսյանի եվրոպական դատարան, որպեսզի ներկայացվի այդտեղ։ Դուք այս գործով կողմ եք։ Որտեղ ինձ թվում է դուք շատ լավ հասկանում եք, որ այդ նաև Անդրեասյանի ընդունած օրենքների պատճառով, եթե այս գործով նորից խախտում արձանագրվի, բայց խախտում արձանագրվի մի հետով, դուք էլ կարող եք ենթարկվել պատասխանատվության։ Իմ մոտ տպավորությունը նա է, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի այդպես չլինի, խախտում չլինի, մի հետը չարձանագրի։ Դրա համար դիրքորոշում եք ներկայացնում, ձեր վերաբերմունք եք ցույց տալ այդ գործի նկատմամբ։ Այսինքն դուք իմ տպավորությամբ մի հետում իմ դատավարական հակառակորդ եք այսօր։ Դուք ասելով նկատեմ ԲԴԽ-ն ձեր շնորհակալությամբ, ձեր նախագահությամբ։ Դուք լավ եք հասկանում, այն որ դատավորներին 10 եւ ավելի տարի առաջ թույլ տված ենթադրյալ խախտումների համար հեռացեցին համակարգից։ Հիմա ձեր նկատմամբ նույնիսկ այդ հետադարձության խնդիրը չի լինելու։ Ոչ դատավոր անդամներին դա չի սպառնում երևի։ Բայց ես համոզված եմ դուքի տարբերություն
Մյուս այդ չեմ ասում բոլորին գերազանցող այդ իմաստով։ Դուք իսկ թվում է այն մարդիկ, որ պատրաստում եք երկար դատական համակարգում աշխատել, դուք համակարգի մարդ եք։ Ու դա ձեր համար կանխատեսելի է այս ամեն ինչը։ Ես չեմ կարծում, թե ինչ պայմաններում է, որ պետք է դուք իմ գործով ու մյուս դատարանների գործով կարծիքներ գրեք եվրոպական դատարանին ուղղված։ Ինչի պետք է այդ խախտումները թույլ տայիք անեիք, ազդեցության տակ հայտնվեիք, որտեղ ես իմ համոզմունքն է, որ դուք Անդրեասյանի հետ ընդհանուր որևէ արժեք չեք կիսում։ Այսպես ասեմ։ Այն ինչ որ գրավոր անցյալ տարիներ եմ կրկնել, մինչև ձեր ԲՏԽ նախագահ դառնալը։ Բայց այդ քայլի գնացել եք։ Վերջ։ Չէ։ Շարունակեմ։ Փորձեք ամփոփել, պարոն Հարությունյան, նորից եմ ասում, որ իմ մասին է խոսվում, դրա համար հատուկ անդադ չեմ ընդհատում, թող ինձ խոսեք, այնպես տպավորություն չստեղծի, որ ինձ եք հայտնում բացառք ու նախագահը չի թույլ տալիս հենց իրեն հայտնել։ Այդ տարբերությունները ձեր գնահատականները արտահայտելու անհրաժեշտությունը առնվազն ես չեմ տեսնում, այնպես որ դատական կազմի փոփոխությունն եմ ուղղել։ Դե փոխված է, ակնհայտորեն փոխված է դատական կազմը, ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի ամփոփեք ու ձեր վերջնական մասը ներկայացնեք։ Դատական կազմը փոխված է թե չէ։ Այդ հարցին է փոխել պատասխան։ Ես հարց չեմ տվել, որ պատասխան։ Ինքս ինձ հարց եմ ձեզ տված հարցին պատասխան եք, խնդրեմ։ Այդ տեսեք, ես վերջերս պարոն Ստեփանյանի, պարոն Արտոնյանի վերաբերյալ կայացվեցին որոշումներ, ու ես մեր նախկին դատավարական հակառակորդ Մինասյանը համապատասխան հաղորդումներ տարածեց, ստատուսներ գրեց, որ դատական կազմը փոխվել էր ամբողջ ծավալով, բայց տեսեք նույն որոշումները կայացվեցին։ Որտե՞ղ է սա փոխվել։ Օրինակ, այն գործով որտեղից է փոխվել, ստեղ որտեղ է փոխվել։ Անդրեասյանի ժամանակ նշանակված դատավորներ, նրա այդ խախտումներ կատարած դատավորներ, ինչու՞ն այդ ամեն ինչը փոխվել։ Նրա այդ տիկտոկյան արտադրությանը մասնակից դարձած դատավորներ, կամ անգործությամբ մասնակից դարձած դատավորներ։ Լավ, հիմա ես ուզում եմ երաշխիք ստանալ։ Երկու անգամ պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ կայացրել եք հակասահմանադրական որոշում։ Իմ երաշխիքը որն է, ես ինչ պետք է ասեմ ստեղ նոր բան, որ ձեր կարծիքը փոխեք։ Հնարավոր է տենց բան, ես չեմ պատկերացնում, ինչ է հնարավոր։ Հիմա ասում եք, ես ձեր գործով կամ դիտեմ դատավոր ինքնաբացակ չեմ հայտնում։ Բայց երկու անգամ հակասահմանադրական որոշում եմ կայացրել։ Ազատ խոսքի միջամտության վերաբերյալ գործով, կամ ազատ խոսքի չարաշահման մեղադրանքի գործով։ Կամ ակնկալեմ, որ ասենք Ստեփանյան Արտուրի ճակատագրին կարժանանան, որ հատուկ կարծիք կար 3 դատավորի ու առանց ապացույցների հետազոտման փոփոխության կայացվեց նոր մեկ այլ որոշում այդ բովանդակությամբ։ Բանում ես թարս ակնկալեմ, որ իմ վերաբերյալ էլ ասել են երկու անգամ խախտում կա, մեկ է երրորդ անգամ ասեն խախտում չկա։ Առանց ապացույցների հետազոտման։ Եթե ես իմանամ տենց հրաշք հնարավոր է, հենց նա ոչ մի ապացույց չեն հետազոտի։ Ո՞նց է դա տենց բան հնարավոր։ Ու ցավոք պետք է նշեմ, երբ որ այդ բացարձակ կամ միանձնյա կոնսենսուս էր այս բարձրագույն դատական խորհրդում, այդ որոշումը Արտուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցնելու հետ կապված այդ հատուկ կարծիքը այդ Անդրեասյանի բառերով ասեմ լույսի շող ընդունվեց, որ ոնց որ թե այդ միանձնյա կոնսենսուսը խախտվել է, կան մարդիկ, որ ինքնուրույն կարծիք կարող են հայտնել, գրել Անդրեասյանի կամքին հակառակ, ոչ թե այնպիսի հատուկ կարծիք, որ նախորդ դատական նիստերում նշվեց, որ ընդհանուր նախարարության դիրքորոշմանը համահունչ մեծամասնությունը ասում պատասխանատվությունը նվազա, երկու հոգի հատուկ կարծիք են գնում, չէ, դատավորների լիազորության դադարեցում։ Դա այդ հատուկ կարծիք չի, հատուկ կարծիքը օրենքի իմաստով, բայց դա դատավորների անկախությունից բխող հատուկ կարծիք չի։ Այդպիսի հատուկ կարծիք
հերոսություն, քաջություն, համարձակություն պետք չի մանբան գրելու համար։ Ուղղակի 30-ատ գրեք։ Բայց այդ հատուկ կարծիքը, երբ որ գիտենք, որ դատավորը թիրախային լիազորություն է դադարեցում ու 3 դատավոր ուներում է հատուկ կարծիք այդ մասին։ Այսօր լույսի շողը դա էր։ Մեկ էլ ինչ փոխվեց այս մի տարվա ընթացքում, 2 տարվա ընթացքում, առանց որևէ ապացույցի հետազոտության, ասում եք շետրես չի, չկա այդ հատուկ կարծիքները։ Բա կարդում ենք, ասում ենք, երևի ուշադրի չենք եղել։ Ուր են այդ հատուկ կարծիքները, կամ հատուկ կարծիքը փոփոխելու մասին կարծիքը։ Ենթադրումը ավարտեցիք, ձեր համակարգիչը փակեցիք։ Այո, շնորհակալություն։ Բացարկս պնդում եմ։ Եթե ուզում եք, իր աչքերն ներկայացրեք։ Շատ լավ, հիմա ինչ որ գտնեմ